Դու եւ Դավիթը ամուսնալուծվել եք, թեպետ տարիներ շարունակ եղել եք շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ կարա նման բան լինի։ Սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ մեկին չես ցանկանա, հատկապես երբ որ երեխա կա։ Բայց հանուն երեխայի շատ անգամներ ա եղել, երբ որ դու փորձել ես չնկատես դա։ Ամեն մարդ չի, որ կարողանում է հաջողությանը դիմակայել, հա, մարդիկ կան, որ փոխվում են։ Կանայք շատ ավելի մեծ բարդությամբ գալիս են որևէ որոշման, ճանապարհը անցնում են մինչև որոշում կայացնելը։ Նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, դու պատասխանատու ես երեխայիդ առաջ։ Պատկերացնեք ինչքան ինքդ քո վրայով անցնում ես, որպեսզի վերջնակետը դնես։ Բայց եթե դա լինում է, ուրեմն լինում են լուրջ պատճառներ։ Խզվել են բոլոր կապերը, բիզնես կիսելու մասին ընդհանրապես ոչ մի թեմա չի եղել, որովհետև մենք ավելի մեծ բան են կորցրել։ Դու քո իրականությունը փորձում ես լցնել ծաղիկներով, կենդանիներով, միշտ շփտացող մարդու կյանքում գուցե ինչքան ցավ եւ ինչքան դժվար փուլեր են եղել, որ ասում է եթե շունիկները չլինեին, ես կգժվեի։ Դու երբեմն քո իրականությունից փախչելու կարիք ես ունենում, որի սփոփանքը գտնում ես կենդանիների, մարդկանցից հեռու լինելու մեջ։ Եղել են պահեր, որ իմ ցավը ես միայն իմ շնիկներին եմ պատմել։ Ես շան նման ինքս իմ վերքերը լպստելով ոտքի եմ կանգնում։ Այն ինչին ես ձգտում եմ, օրինակ բնությանը, կենդանիներին, այդ ես եմ։ Ես չեմ ուզում ոչ մի բան փոխեմ հիմա։ Ես Աստծուց ընդունում եմ ամեն բան, ինչը որ ինքը տալիս է։ Ամեն բան կարող եմ հաղթարել միայն թե մարդկայի գորուս չլինի։ Կյանքի տարբեր этаպներում ուզես թե չուզես դու պարտավոր ես ուժեղ լինել։ Քեզ հավաքես, այդ ուժը երևի վերուստ է գալիս։ Չէ՞ որ այդ ամենը փոխանցվում է երեխային։ Համացանցում լայն տարածում է գտել տարիներ առաջ հայ սուպերստարին քո մասնակցությամբ հոլովակը։ Ես չեմ կարող նայեմ այդ հոլովակները։ Վերապրում եմ այդ էմոցիաները։ Սիրում եմ այդ ընթացքը, որովհետև դա շատ կարևոր ընթացք է իմ կյանքի։ Ես նույնիսկ սարմանում եմ, որ ասում են, այս աղջիկը շատ սիրուն էր կամ չգիտեմ։ Գիտեք ինչն էր խնդիրը։ Չափից շատ էր շպարը այն ժամանակ։ Չեմ հավանում, շատ այս ամենը։ Այս լուքը շատ սիրում եմ։ Հաղորդման գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Look and Face-ում այսօր Աննա Դովլաթյանն է։ Ողջույն Աննա։ Ողջույն Ամալիա ջան։ Շատ հաճախ քեզ Look and Face-ում առանձնացրել են որպես շոու բիզնեսի ամենաոճային մարդկանցից մեկը ու հատկապես առանձնացրել են քո նրբությունը ոճի մեջ։ Դու քեզ հեշտությամբ գտար, քո ոճը հեշտությամբ գտար։ Ես միշտ սիրել եմ այդ ոճը, անկեղծ որ ասեմ, պարզապես տարիների հետ երբ որ մայրանում ես, ավելի կոմֆորտին եւ հանգստին կարեւորություն ես տալիս։ Եվ իմ աշխատանքը կապված է բնության հետ, ծաղիկների հետ, կարելի ասել այդտեղից եմ շատ ոգեշնչվում։ Ծաղկային նուրբ հագուստները, չգիտեմ, ինձ շատ դուր են գալիս։ Եվ կարծում եմ, որ կնոջը շատ համահունչ է։ Այսինքն ինչպես դու ներքուստ ես զգում, այդպես էլ պետք է արտացոլվի այդ ամենը։ Իմ առօրյայում կարող եք ինձ տեսնել սպորտային հագուստով, այսպես շորիկներով, բանվորի հագուստով։ Կանացիությունը հատկանիշը, որը կնոջ հետ ծնվում է, թե դա ինչ-որ առումով զարգացնում եւ այնպես ծաղիկը ջրում, աճացնում, խնամում ես, նույնն էլ կանացիությունն է։ Կարծում եմ, այո, յուրաքանչյուր կին ծաղկին շատ նման է։ Եվ ջրելուց, խնամելուց ինքը ավելի գեղեցկանում է, ավելի պայծառանում է, բայց ես կարծում եմ, որ նաեւ դա այն է, ինչ որ դու ներքուս ծնվում ես։ Կնոջ տեսակն շատ կապ ունի։ Ամեն դեպքում կարևոր է ինչպիսին ես դու ներսից, ինչպիսի դաստիարակություն ունես, ինչպիսի միջավայրում ես, այդ ամենը շատ կարևոր է եւ արտացոլվում։ Մեղմությունը մի կողմից շատ կարևոր հատկանիշ է, մյուս կողմից երբեմն կարող է խանգարել։ Երկու կողմով էլ աշխատում է, հա, եւ հոգուտ մարդու եւ ի վնաս մարդու։ Քո մեղմությունը ավելի հաճախ
հոգուտ քեզ է աշխատել, թե ի վնաս քեզ։ Ես իմ բնավորության այդ գիծը երբեք չեմ ցանկացել փոխել, որովհետև եթե եղել են կյանքում դժվարություններ, ես մտածել եմ, որ դա պետք է լինի, որպեսզի մենք հաղթարենք եւ պատվով դուրս գանք։ Երբ որ փորձում են շահագործել այդ, պարզապես պետք է հեռու մնալ։ Ինքամենը դա պաշտպանելով ինքդ քեզ։ Դու կարողանում ես միշտ պաշտպանել ինքդ քեզ։ Ես փորձում եմ դա անել, որովհետև ուրիշ տարբերակ չի լինում, հատկապես երբ որ դու բալիկ ես ունենում եւ պատասխանատու ես նրա համար։ Այսինքն հետեւաբար դու պետք է հետևես քո էմոցիաներին, քո ներքին աշխարհին, որովհետեւ ճիշտ կարողանաս մեծացնես։ Չէ՞ որ այդ ամենը փոխանցվում է երեխային, ամենակարևոր բանն է դա, որ դրականը փոխանցես, իսկ բալիկը դա միշտ զգում է։ Դու քեզ ուժեղ մարդ համարում ես։ Շատ լավ հարց է։ Ես սկսել եմ այդ մասին հիմա մտածել։ Ես համ շատ փխրուն եմ, համ կարող եմ շատ ուժեղ լինել։ Իսկ որտեղ է դրսևորվում քո ուժեղությունը, որտեղ է դրսևորվում փխրունությունը։ Փխրունությունը լինում է այն պահերին, երբ որ ես շատ հանգիստ եմ իմ էմոցիաների հետ, հանգիստ միջավայրում եմ, ես ինձ լիովին ազատ եմ թողնում, իսկ ուժեղությունը դա այն ուժն է, որ կյանքի տարբեր էտապներում ուզես թե չուզես դու պարտավոր ես ուժեղ լինել։ Քեզ հավաքես, այդ ուժը երևի վերուստ է գալիս։ Անկախ քեզանից պետքա քեզ հավաքես։ Ոճի մասին խոսելիս դու նշեցիր, որ մայրիկ դառնալուց հետո ոճը որոշակիորեն փոխվում է, իսկ ուժը փոխվում է մայրիկ դառնալուց հետո։ Դու ավելի էմոցիոնալ ես դառնում, թե հակառակը այդ գերբնական մայրական ուժն է գալիս։ Ավելի էմոցիոնալ ես դառնում, իսկ քանի որ ես գեր էմոցիոնալ մարդ եմ, մայրիկ դառնալուց հետո բնականաբար այդ ամենը ավելանում է, բայց ուժեղանում ես այն առումով, որ դու արդեն լիովին պատասխանատվություն ես զգում ոչ թե միայն քո անձի հանդեպ, այլ քո բալիկի համար։ Իսկ երեխան դա աստվածային մի պարգև է, որ դու պարզապես չես կարող լինել անուշադիր, ցվրված կամ թուլացած։ Դու կյանքիդ որ փուլում ես ամենաշատը զգացել քո ուժը։ Կյանքի այս փուլում, տվյալ պահին։ Դա հավանաբար պայմանավորված է նաև քո կյանքի հանգամանքների փոփոխությամբ։ Դու եւ Դավիթը ամուսնալուծվել եք, թեպետ տարիներ շարունակ եղել եք շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը, ու շատերի համար իսկապես շոկային էր, որ Դավիթն ու Աննան կարող են ամուսնալուծվել։ Դրանով է պայմանավորված քո այս շրջանում ավելի ուժեղանալը։ Այո, ես էլ երբեք չեմ պատկերացրել, որ կարա նման բան լինի, բայց տարիների ընթացքում երբ որ փոխվում են որոշ հանգամանքներ, սա շատ դժվար էտապ է, որ երբեք ոչ մեկին չես ցանկանա, հատկապես երբ որ երեխա կա, բայց հանուն երեխայի շատ անգամներ ա եղել, երբ որ դու փորձել ես չնկատես դա։ Ես էլ երբեք դա չէի պատկերացնի, քանի որ ես շատ ընտանեկան մարդ եմ, եւ ցավոք ամեն բան չի, որ կարող ենք մենք հսկել, հա, ամեն բան չի, որ մենք կարող ենք մեր ուզածով անել, չեմ ուզում ծավալվել, ավելի բաներ խոսել, պարզապես մեր արժեքները շատ տարբեր են կյանքի նկատմամբ։ Բայց դուք բավականին երկար տարիներ եք միասին եղել։ Արժեքները ի սկզբանե տարբեր են եղել, թե հիմա են փոխվել։ Մենք շատ տարբեր ենք եղել ի սկզբանե, շատ տարբեր ենք եղել, բայց կյանքի էտապներն էլ են փոխել։ Ամեն մարդ չի, որ կարողանում է հաջողությանը դիմակայել, հա, մարդիկ կան, որ փոխվում են։ Նման որոշումներ կայացնելը կանանց համար շատ դժվար է։ Շատ հաճախ ասում են, որ կանայք շատ ավելի մեծ բարդությամբ գալիս են որևէ որոշման, այսինքն ճանապարհը անցնում են մինչև որոշում կայացնելը։ Մենք երևի թե հունիս ամիսներ խոսում էինք իրար հետ, դու ինձ ասացիր, որ դու եւ Դավիթը ամուսնալուծվել եք, բայց եթե անկեղծ ես մտածում եի, որ գուցե ժամանակ կանցնի եւ զույգ են, որոշակի խնդիրներ ունեն, կհաղթահարեն, կանցնի, բայց դու նշում էիր, որ քո որոշման մեջ շատ հստակ ես։ Դու ավելի դժվարությամբ եկար որոշմանը, թե որոշմանը հաջորդած փուլներ ավելի բարդ քեզ համար։ Առհասարակ նման որոշում կայացնելը շատ բարդ է հայկական ավանդական ընտանիքներում, քանի որ դու պատասխանատու ես ծնողիդ առաջ, դու պատասխանատու ես երեխայիդ առաջ։ Եվ պատկերացնեք ինչքան ինքդ քո վրայով անցնում ես, որպեսզի վերջնակետը դնես։
Բայց եթե դա լինում է, ուրեմն լինում են լուրջ պատճառներ։ Ես երբ որ իմ կյանքում ինչ-որ որոշում եմ կայացնում, դա շատ թեթև ծանր արած որոշում է լինում։ Այսինքն ես վերջնական դա որոշած եմ լինում, որ արդեն հայտարարում եմ այդ մասին։ Եզրափակելով արդեն ամուսնալուծության թեման, սա շատ նուրբ բազմակողմանի հարց է, որպես կանոն ամուսնալուծությունը ինչու տեղի ունեցավ, հանրությունը չի կարող հասկանալ, որովհետև որևէ մեկը ընտանիքի ներսում չէ, եւ յուրաքանչյուր ընտանիքի ներսում կան այնպիսի հարցեր, որոնք նույնիսկ պետք էլ չէ քննարկել հանրության առաջ, բայց կան նաեւ հարցեր, մեր նախորդ հարցազրույցը եղել է 2 տարի առաջ։ Այնտեղ դու խոսում էիր ամուսնական այնպիսի հարաբերությունների մասին, որոնք շատերի համար կարող են նախանձելի լինել։ Ու ընդամենը 2 տարի է անցել, որից 1 տարին դու արդեն ամուսնալուծված ես։ Այս դեպքում ամեն բան փոխվեց այդ կարճ ժամանակահատվածում, թե այն ժամանակ էլ կային խնդիրներ, պարզապես դու չէիր խոսում այդ խնդիրների մասին ու փորձում էիր այսպես իդեալական ընտանիք ներկայացնել։ Երբեք նման բան չի եղել, քանի որ դա արդեն ինքս ինձ կհակասեմ։ Ինձ մոտ երբեք չի եղել տպավորություն ստեղծել իդեալի մասին, իդեալական ընտանիք ունենալու մասին, պարզապես ես չեմ սիրել նեգատիվի մասին խոսել, ես սիրել եմ միշտ բարի թեմաների շուրջ խոսել, բարի թեմաների մասին խոսել, քանի որ այսօր կյանքը այնքան բարդ է մարդկանց մոտ, որ ավելորդ վատ էներգիա պետք չի փոխանցել։ Այնպես էլ չի եղել, որ ես թաքցնեմ եղածը եւ ցույց տամ սա։ Եղել են պահեր, երբ որ շատ լավ է եղել ամեն ինչ, ուղղակի մարդիկ փոխվում են ընթացքում։ 1 տարվա մեջ շատ բան փոխվեց։ Աննա իմ գործընկեր Seven Stars կենտրոնի կողմից քեզ նվեր քարտ, կարող ես օգտվել, քեզ դենչի ֆրանկ ենք նվիրում, Seven Stars-ում ամենաբարձր մակարդակով են իրականացվում դեմքի խնամքները, այնպես որ կարող ես այցելել ու վստահ եմ շատ գոհ ես մնալու։ Շնորհակալ եմ շատ, սիրով կայցելեմ։ Ռիբուկ սպորտային ակումբին կից գործում է Seven Stars Spa կենտրոնը, որը գերհագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ առաջարկում է լուծել մաշկային մի շարք խնդիրներ։ Փղիազոլեր, սպիներ, գիտեն, որ սրանք իսկական գլխացավանք են, սակայն Seven Stars Spa կենտրոնում կարելի է ազատվել դրանցից։ Seven Stars Spa կենտրոնում ներկայացնում ենք Հայաստանում միակ էնզիմետ ապարատը, որի շնորհիվ հնարավոր է ազատվել փղիազոլերից։ Սարքը աշխատում է մաշկի վերին շերտերի հետ եւ կարելի է ազատվել ոչ միայն փղիազոլերից, այլ նաև սպիերից, լայնացած ծակոտիներից, լավացնել մաշկի որակը։ Խորի սպիներն էլ կարող ենք վերացնել այս սարքի միջոցով։ Շատ հին սպիերի դեպքում իհարկե դժվար է վերականգնել ամբողջապես մաշկը, բայց եթե սպին ավելի թարմ է, մենք կարող ենք լիարժեք վերականգնել մաշկը։ Նույնիսկ կարող ենք այնպես աշխատել տվյալ հատվածում, որ մարդը չհիշի, թե որտեղ էր իր սպին։ Երբեմն լինում է կարիք համակցված պրոցեդուրաների, ինչը մեզ մոտ իրականացվում է եւ այդ դեպքում ավելի լավ ու լիարժեք արդյունքներ ենք ստանում։ Էնզիմեդի FSR գլխիկը համատեղում է 2 տեխնոլոգիա 1 գլխիկում, ֆրակցիոն վերականգնում եւ 3 տիպ ծավալային տաքացում։ Այս 2 տեխնոլոգիաների համադրությունը ապահովում է կլինիկորեն ամենաարդյունավետ բուժումը գերազանց արդյունքներով։ Էնզիմեդի ֆրակցիոն վերականգնողական տեխնոլոգիան բարելավում է մաշկի արտաքին տեսքը, բուժում սպիներն ու ստրիաները առանց ցավի, հավելյալ վնասվածքների եւ ռիսկի, ինչպես նաեւ այն պահանջում է նվազագույն վերականգնողական շրջան։ FSR անհատական օգտագործման գլխիկը առաջարկում է շուկայում ամենաարդյունավետ խորության ներթափանցումը 2.9 մմ։ Այն նախատեսված է մաշկի վերականգնման եւ հյուսվածքի բարելավման, ծակոտիների կրճատման, կնճիռների, սպիների, ստրիաների, հիպերպիգմենտացիայի համար։ Հարմար է եւ դեմքի եւ մարմնի մաշկի համար։ Սա հեղափոխական տեխնոլոգիա է, որը երիտասարդացնում է մաշկը ներսից։ Պրոցեդուրայից հետո կա վերականգնողական շրջան 1-2 օր կարմրություն է լինում։ Խնդրի լուծման համար պահանջվում է 2-ից 5 այցելություն, բայց իհարկե մասնագետի խորհրդատվությամբ խնդիրը տեսնելուց եւ միասին քննարկելուց հետո արդեն որոշվում է հիմնական այցերի քանակը։ Եթե տվյալ մարդը ունի հեղիազոլերի եւ սպիերի խնդիր, խորհրդատվությունը մեզ մոտ անվճար է։ Իսկ FSR անհատական գլխիկի առեքը 130,000 դրամ է։ Գլխիկը պարունակում է 450 իմպուլս, որը կարելի է օգտագործել 2 այցի ընթացքում։ Երկրորդ պրոցեդուրայի համար վճարելով 20,000 դրամ միայն ազգայացման եւ մասնագետի աշխատանքի համար։ Ինչպես հասկացանք, Seven Stars Spa
սպա կենտրոնում այլևս հղիազոլերն ու սպիները նույնիսկ գլխացավանք չեն։ Ձեր խնամքը վստահեք այստեղի մասնագետներին, քանի որ Seven Star Spa կենտրոնում աշխատում են բացառապես բժիշկ մասնագետներ։ Դու եւ Դավիթը համատեղ կյանքի ընթացքում մի շարք բիզնեսներ հիմնեցիք, միասին նաեւ աշխատում եք։ Հիմա ինչ հարաբերություններ ունեք ու արդյոք աշխատանքային համագործակցություն մնացել է ձեր միջև, թե խզվել են բոլոր կապերը։ Այո, խզվել են բոլոր կապերը։ Նույնիսկ բիզնես կիսելու մասին ընդհանրապես ոչ մի թեմա չի եղել, որովհետև մենք ավելի մեծ բան ենք կորցրել։ Ես հիմա զբաղվում եմ white times-ով, որը որ ի սկզբանե ոտաբոբիկ այնտեղ օր գիշերներ ինքս ինձ չխնայած աշխատել եմ եւ շատ սիրում եմ այդ աշխատանքը։ White times-ը նույնիսկ իմ համար ես բիզնես չեմ համարում, որովհետեւ այնտեղ ավելի թանկ բան կա ներդրած, այնտեղ իմ հոգին է, այնտեղ անքուն գիշերներ են եւ այդտեղից ամեն ինչ սկսվել։ Եվ եթե չլինեմ ես, զբաղվեն ուրիշ մարդիկ, պարզապես դա արդեն իմ մասին չի լինի։ Իսկ մյուս բիզնեսների հետ ընդհանրապես ես ոչ մի կապ չունեմ։ Կան նաև հարցեր, որոնք եւ շատ մեծ պատասխանատվություն եւ շատ մեծ նրբանկատություն են ենթադրում։ Տվյալ դեպքում դու եւ Դավիթը ունեք բալիկ, տես դու նշեցիր, որ խզվել են բոլոր կապերը, բայց դու միշտ խոսել ես Կարինայի եւ Դավիթի որպես հայր եւ դուստր շատ ջերմ ու նախանձելի հարաբերություններ ունենալու մասին, բայց երեխայի համար այս շրջանը եւս սթրեսային է։ Երեխան սովորեր ամեն օր տեսնել հայրիկին եւ տեսնում է ընտանիքի արդեն կազմաքանդումը։ Դավիթի եւ Կարինայի հարաբերությունները շարունակվում են։ Անպայման երեխան ոչ մի մեղք չունի։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա նրան զրկեմ, այդ մասին խոսք չի կարող լինի, որովհետեւ դա առաջինը իմ բալիկին է պետք։ Ոչ մի երեխա չպետք է առանց հայր եւ մայր մեծանա։ Եվ նա պետքա տեսնի երկու կողմանի սեր։ Ուժի մասին խոսելիս դու նշեցիր, որ հենց հիմա այն փուլն է, երբ դու ուժեղանում ես։ Բնականաբար որևէ կին չի ցանկանա անցնել ամուսնալուծության միջով, որևէ կին չի ցանկանա ավելի ուժեղ դառնալ միայնակ մնալու շնորհիվ։ Միաժամանակ, որքան էլ ընտանիքը գլխավոր արժեքն է, ամուսնալուծությունն էլ կնոջ համար կյանքի ավարտ չի նշանակում։ Այս փուլում ովքեր են այն մարդիկ, ովքեր քեզ շատ ավելի մեծ ուժ են տալիս ու թիկունք են դարձել։ Ես իմ տեսակով այսպես միգուցե կոպիտ հնչի, բայց ես միշտ ասում, ես շան նման ինքս իմ վերքերը լպստելով ոտքի եմ կանգնում։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդ պարզապես այնքան ուժ պետք է գտնի, որ ինքը իրեն կարողանա հանի այդ ցեխից, որովհետև տարբեր կարծիքներ են լինում, տարբեր խորհուրդներ են լինում, հոգեբաններ եւ այլն։ Ես կարծում եմ, որ ամեն մարդ ինքը պետք է իր համար այդ ճիշտ ճանապարհը գտնի, ուժ հավաքելու։ Եվ իհարկե իմ ծնողներն են իմ կողքին։ Այս շրջանը քեզ ինչ որ առումով ավելի մտերմացրեց ծնողներիդ հետ։ Նրանք միշտ էլ իմ սրտում եղել են առաջին տեղում, հավատացեք, միշտ։ Ու ես միշտ ասել եմ, որ եթե լինի ընտրության հնարավորություն, ես կընտրեմ իմ ծնողին։ Ժամանակ առաջ, երբ դու խոսում էիր քո հայրիկի խստության մասին, որը ինչ որ առումով ձևավորել է քո տեսակը, ինչ որ առումով հետք է թողել քեզ վրա, այդ մասին շատ ավելի մեծ ցավով էիր խոսում։ Հիմա մենք երբեմն զրուցում ենք կադրից դուրս ու ես նկատում եմ, որ դու այլ հայացքով ես խոսում քո հայրիկի խստության մասին։ Քո վերաբերմունքը փոխվել է այդ խստությանը։ Իմ վերաբերմունքը փոխվել է էլի, երբ որ Կարինան ծնվել է, լինելով ծնող, ես ինքս խիստ ծնող լինելով, իհարկե ես նրա հետ շատ ընկերական եմ, նաև խիստ եմ, ես հասկանում եմ ամեն էմոցիա չի, որ կարողանում են ծնողները փոխանցել։ Իմ ծնողները միշտ իմ կողքին են եւ նրանց աջակցությունը շատ մեծ է իմ կյանքում։ Ես անչափ շնորհակալ եմ, դա անփոխարինելի մի ուժ է։ Ես պարզապես Աստծուց խնդրում եմ մի բան, որ նրանք լինեն առողջ, ամենակարևորը։ Աննա, դու ավելի հաճախ խոսում ես պապայի մասին ու երևի թե այստեղ մեծ դեր ունեցել այն, որ պապայի հետ հարաբերություններում ինչ որ մի շրջան
անհասկացվածություն ես ունեցել, հետո այդ ամեն ինչը հաղթահարել եք եւ այլն, բայց այս առումով միշտ վերում է մնում մայրիկը, որի հետ հարաբերությունների մասին շատ քիչ ես խոսում։ Վերջին շրջանում մենք ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում քո ու մայրիկի համատեղ ժամանցը, միասին հանգստի մեկնելը, միասին ինչ-որ մի բան անելը։ Մայրիկի հետ այդ ընկերուհի հարաբերությունները միշտ եղել են։ Մամայի հետ շատ մոտիկ ենք։ Դե մայրը դա հոգի է։ Արդեն ամեն ինչ ասված է դրանով։ Ես միշտ ասել եմ, որ ամենալավ ընկերուհին կնոջ դա մայրն է։ Ես իրականում չեմ տարանջատում։ Իմ համար ծնողը կապ չունի, մայրը հայրը, պարզապես մայրիկի հետ կարաս կանացի հարցեր քննարկես, որը հայրիկից օրինակ կամաչես կամ կքաշվես։ Մեր մոտ այնպեսի դրված կա, որ տան ասողը կոպիտ այսպես հայրիկն է, ու մաման շատ իր համար խելոք, տան տնտեսուհի։ Մեր նախորդ զրույցում դու նշում էիր, որ որպես այդպիսին ընկերուհիներ չունես, որովհետև ամենամտերիմ մարդիկ միայն ընտանիքի անդամներն են, բայց վերջին շրջանում ավելի ակնառու է քո ու երգչուհի Անահիտ Հակոբյանի մտերմությունը։ Հիմա քո կյանք ինչ որ առումով նաև ընկերուհիների ես թողել։ Բան չի փոխվել իրականում, ես այնպեսին եմ ինչպես որ եղել եմ, նույն մարդիկ են ովքեր որ եղել են։ Անահիտը իմ համար ընկերուհի չի, ես նրա կնքամայրն եմ եւ դա ավելի հզոր կապերով է միացնում մարդկանց, ավելի հոգեվոր կապով է։ Ինչու՞ չէ, մարդ կարա նաև շատ լավ ընկերուհիներ ունենա, լավ ընկերներ, պարզապես ես ինքս ինձանով նախորդ ինտերվյուում էլ ասել եմ, որ ավելի փակ մարդ եմ, ավելի միայնակ մարդ եմ։ Միջավայրին վստահելու խնդիր ունես։ Շատ մոտ չեմ թողում ինձ մարդկանց։ Քիչ մարդիկ կան, ովքեր իմ սրտում են, բայց շփվելու հետ էլ խնդիր չունեմ։ Մենք օրեր առաջ հանդիպել էինք, այսպես զրույցի ընթացքում ուղղակի շունիկների նկար ինձ ցույց տվեցիր ու մի բան ասացիր, որը անկեղծ ասած այսպես սրտից շատ դիպչեց, այս շունիկները որ չլինեն, ես կգժվեմ։ Այդ շատ ավելի խորը բանի մասին է խոսում։ Հասկանում ես, որ այդ միշտ շփտացող մարդու կյանքում գուցե ինչքան ցավ եւ ինչքան դժվար փուլեր են եղել, որ ասում է եթե շունիկները չլինեն, ես կգժվեի։ Դու երբեմն քո իրականությունից փախչելու կարիք ես ունենում, որից փոփանքը գտնում ես կենթանիների, մարդկանցից հեռու լինելու մեջ։ Եղել են պահեր, որ իմ ցավը ես միայն իմ շնիկներին եմ պատմել, դրսի շներին։ Ես իրանց հետ հանգստանում եմ կենթանիների հետ։ Ու հավատացեք, սա ինձ չի անհանգստացնում իմ ցավը։ Ինձ անհանգստացնում է օրինակ իրանց ցավը։ Ես անverջ կարամ խոսամ, միգուցե ես կրկնվում եմ անընդհատ, բայց ես դաժան իրականությունը, երբ որ այդ անմեղ կենթանիներին վատ են վարվում, դա շատ ինձ դժվար է լինում ապրել այս աշխարհում։ Դու քո իրականությունը փորձում ես լցնել ծաղիկներով, կենթանիներով, ինչ որ առումով ստեղծում ես քեզ համար երկրորդ իրականություն, որը ավելի գեղեցիկ է, բայց այն իրականությունը, որը դու ստեղծում ես ու ցույց ես տալիս մարդկանց, շատ է հակասում այն իրականությանը, որը կա քո կյանքում, ով որից դու փախչում ես քո ստեղծած իրականություն։ Այն ինչին ես ձգտում եմ, օրինակ բնությանը, կենթանիներին, այդ ես եմ, դա ես եմ, բայց երբ որ լինում են մարդիկ, ովքեր փորձում են ինձ շեղել եւ հետ պայել այդ ամենից, կամ ուղղակի վիրավորել նրա համար, որ ես կենթանի եմ կերակրում, ես չեմ կարա լինեմ այդ իրականության մեջ, ես այդ էներգիան ինձանից հեռու եմ պահում։ Ու իմ համար դա հեշտ անել։ Որովհետև եթե դու քո հետ հաշտ չես, քո էներգիայի մեջ չես եւ կարան մարդիկ ազդեն եւ ազդեցություն թողնեն դեպի վատը, որ դու փոխվես դեպի վատը, դու չլինես այն ինչ որ դու կաս, դու չես կարող այդպես ապրել։ Դա կարա լինի կյանքի որոշ этап, որ դու կարող ես ուղղակի որոշում կայացնել, փակել եւ անցնել առաջ։ Բայց ես չեմ կարա լինեմ այն ինչը որ ես չեմ։ Ես չեմ կարա աչք փակեմ այն բաների վրա, որ ինձ ցավացնում է։ Ես չեմ կարա այսպես վերևից բոլորին նայեմ։ Ես այդ մարդը չեմ։ Իմ համար տհաճ է նման պահվածքը, հասկանում եք։ Միշտ այդպես ստացվում է փակել անցնել առաջ։ Երբ որ դա քեզ գլոբալ քո կյանքի որակը փոխում է, այո, դու պիտի դա անես։ Քեզ մոտ եղել է շրջան, երբ որ դու քեզնից հեռացել ես։ Իհարկե։ Դրա համար ես այս կետում եմ հիմա, որ ես ինձ հետ բերեմ։
Հետ բերել նշանակում է վերադառնալ ինչ-որ կետի։ Քո կյանքի որ կետն է, որին ուզում ես վերադառնալ, որ կետի աննան է, որին ուզում ես վերադառնալ։ Ես չեմ ուզում ոչ մի բան փոխեմ հիմա։ Ես Աստծուց ընդունում եմ ամեն բան, ինչը որ ինքը տալիս է։ Ամեն բան, որովհետև կյանքի յուրաքանչյուր դժվարություն դա մարդու համար է։ Ես միշտ ասում եմ, ամեն բան կարող եմ հաղթահարել, միայն թե մարդկայի գորուս չլինի ու բոլորը լինեն առողջ։ Դա կլինի անթերի, երբ որ բոլորը լինեն առողջ ու մարդկային գորուս չլինի, մնացած ամեն բան հաղթահարելի է։ Մենք խոսեցինք այն մասին, որ White Times-ը հիմա դու ես շարունակում գործարկել ու ըստ էության դու հիմա այդտեղ ոչ միայն դիզայնով ես զբաղված, այլև ստանձնել ես ղեկավարի դերը, բայց քեզ ղեկավարի դերում պատկերացնելը մի փոքր բարդ է, որովհետև դու շատ փափուկ տեսակ ես, քեզ դժվարությամբ է տրվում աշխատանք ղեկավարելը։ Որոշ չափով այո, որովհետև նաև պետք է շատ խիստ լինես, ինչու՞ չէ նաև սառը լինես։ Ես փորձում եմ գծել այդ սահմանը, որպեսզի մարդիկ չանցնեն, բայց ամեն դեպքում սիրում եմ, որ անկախ նրանից մարդ քեզ մոտ աշխատում է մատուցող, մաքրուհի եւ այլն, ինքը իրեն պետք է զգա մարդ այդտեղ։ Անկախ սֆերայից մարդուն պետք է հարգել ու երբեք չառանձնացնել քեզանից, որովհետեւ նույն ես այնտեղ բանվորից մինչեւ տնօրեն եմ։ Բանվորից մինչև տնօրեն անցած ճանապարհը բավականին դժվար է, բայց երբեմն գալիս է ինչ-որ փուլ, երբ որ մենք աշխատանքում որոշում ենք, որ այդ բանվորի աշխատանքը էլ չենք անելու։ Միաժամանակ կան տնօրեններ, որոնք այդպիսի հումոր էլ կա, չէ, տնօրեն լինելը նշանակում է լինել մաքրուհին, լինել բանվորը, լինել ամեն ինչ։ Դու շարունակում ես լինել քո աշխատանքի մեջ ամեն ինչ, թե ինչ որ պահի սկսեցիր սահմանազատել, որ ես դրական կետից սկսել եմ, հասել եմ այստեղ, բայց հիմա արդեն ինչ-ինչ բաներ չեմ անի։ Ես կարծում եմ ինչեւ որ լինի իմ կյանքում, ես չեմ կարող այդ տեսակը լինեմ, ես չեմ կարողանում։ Շատ անգամ կողքից են ասում, երբ որ աշխատակիցները կան, ինչի համար դու չես նստում, ուղակի նայես կամ եթե պետք է, ես ինչ ծաղիկը մի փոքր փոխես դիրքը։ Ես չեմ կարողանում նստեմ ոտքս գցեմ ոտքիս ու տեսնեմ թե ոնց են մարդիկ աշխատում։ Ես հաճույք եմ ստանում այդ աշխատանքից։ Ամեն դեպքում ես դա ընտրել եմ, որովհետև ես սիրով եմ անում դա։ Ոչ թե ես ձգտել եմ նրան, որ լինեմ տնօրեն։ Ես դրանով զբաղվում եմ, որովհետև ես դա սիրում եմ։ Եվ ես բոլորի հետ հավասար եմ այդտեղ։ Իսկ հիմա քո ծրագրերում նոր բիզնեսներ, նոր մտահղացումներ կան։ Բիզնես մտահղացումներ շատ կան, եւ քանի որ այս պայն ես զրույց եմ սկսում, շատ հարցերում իմ հայրը շատ է ինձ աջակցում եւ օգնում է ոտքի կանգնել, որովհետեւ զրույց ոտքի կանգնելը դա հեշտ չէ։ Հայրիկս հողատարածք է գնել, որպեսզի ես կարողանամ մի սիրուն մի բան ստեղծեմ, վստահելով իհարկե։ Տեսնենք Աստված առաջ ոնց կլինի։ Եվ քանի որ ես շատ եմ սիրում դիզայնը, մտածում եմ գեղեցիկ առանձնատուն ստեղծել բիզնեսի նպատակով իհարկե։ Դու ինչպես ես կազմակերպում քո աշխատանքը եւ Կարինայի խնամքը։ Կարինաս մանկապարտեզը հաճախում, որ ինձ շատ է օգնում, բայց ես գիտեմ, եթե ունեմ ժամ, որ պետք է իրան վերցնեմ, ես 1 րոպե ուշ չեմ գնում, այսինքն իմ գործերը բոլորը կթողնեմ, որ գնամ ժամանակին իր հետևից։ Շատ է օգնում եւ մայիս ամսին իմ ընտանիքը արդեն ինձ մոտ կլինի։ Մայրս, որ իմ կողքին է, ավելի հեշտ է։ Մայրիկների մոտ միշտ մի պարտքետ կա երեխայի խնամքը եւ աշխատանքը համատեղելիս բալանս գտնելը բավականին բարդ է, որովհետեւ միաժամանակ ուզում ես եւ աշխատել, եւ ծաղկել, եւ ուզում ես երեխայի հետ անցկացրած ժամանակը չտուժի։ Դու կարողանում ես ամեն բան այնպես կազմակերպել, որպեսզի երեխայի հետ անցկացվելիք ժամանակը չտուժի, թե միևնույն է տուժումը։ Չէ, չպետք է տուժի։ Ես ամեն բան անում եմ, որ իր ժամանակին լինի։ Օրինակ, եթե Կարինաս մանկապարտեզը մինչև ժամը 5-ը, ես այդ ընթացքում անում եմ իմ բոլոր գործերը, հետո արդեն իր հետ եմ լինում։ Աննա, իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Ես գիտեմ, որ դու այցելում ես իմպլանտում, իմիջայլոց իմպլանտումը արդեն բացել է էսթետիկ կենտրոն, որը շատ ավելի ընդլայնված ծառայություններ է մատուցում կոսմետոլոգիական ոլորտում, այնպես որ կարող ես եւս մեկ անգամ այցելել, օգտվելով քո նվեր քարտից։ Շնորհակալություն։ Սիրով անպայման կայցելեմ։
Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Վիորա իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրան, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել։ Սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային
վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարևոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի Instagram-յան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Ժամանակին Ռուսաստան տեղափոխությունը քեզ համար բավականին մեծ սթրես էր, բավականին փոքր էր տարիքով, 17-18 տարեկան էիր, որոշում կայացրեցիր վերադառնալու Հայաստան, այստեղ տատիկիդ հետ էիր ապրում, բայց Ռուսաստանում ապրել չկարողացար։ Ինչն էր, որ քեզ թույլ չէր տալիս ապրել Ռուսաստանում, ու հիմա էլ, հա, դու հնարավոր է մի քանի օրով մեկնես Ռուսաստան, բայց ոչ ավելի։ Ես Ռուսաստան մեկնում եմ միայն իրանց համար։ Ես իրականում Հայաստանը շատ եմ սիրում։ Եվ եթե հնարավորություն լիներ աշխարհի յուրաքանչյուր կետում ապրել, ես Հայաստանը կընտրեի։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, Երևանը։ Ռուսաստանում եմ մեծացել, բայց այնտեղ այդպես էլ չկարողացա հարմարվել։ Ինչու՞։ Կարծում եմ այնտեղի մտածելակերպը ավելի ազատ են, քաղաքը ավելի մեծ է, մութը շուտ են ընկնում, նույնիսկ ուսանողական տարիներին ինչի ես որոշեցի գայի Հայաստան, որովհետև հայրս չէր թողի ես գնայի ինչ որտեղ սովորեի։ Մեծ քաղաք է, մութը շուտ անգնում ու բան չես հասցնում, անընդհատ խցանումների մեջ, բայց Երևանը այնքան հարմար է, յուրաքանչյուր կետ կարող ես մի օրում հասցնել։ Ես շատ տան երեխա եմ եղել, ես նույնիսկ քաղաքը չեմ իմացել։ Այսինքն ես տնից դուրս էլ չեմ եկել, գնացել եմ դպրոց, եկել եմ տուն, դպրոց, եկել եմ տուն։ Տես օրինակ մասնագիտության առումով դու քեզ տարբեր ոլորտներում փորձեցիր, որպես երգչուհի, որպես դերասանուհի, որպես դիզայներ, ու քեզ ամենամոտը գտար դիզայնի մեջ։ Իհարկե հնարավոր է դու ապագայում ներկայանաս էլի որպես դերասանուհի կամ որպես երգչուհի, չգիտեմ, բայց տարբեր փնտրտուքներից հետո եկար հանգեցիր դիզայնին։ Որպես մարդ եւս քեզ երկար ես փնտրել, որպեսզի գտնես։ Ժամանակի ընթացքում ինքնըստինքյան երևի այսպես ձևավորվել եմ։ Ես հիմա փորձում եմ լսել իմ սրտի ցանկություններին, այնինչ ինձ հանգստություն է տալիս, եւ հետևում եմ դրանց։ Իսկ ո՞րն է քո սրտի ցանկությունը հիմա։ Որ իմ ներաշխարհը լինի շատ հանդարտ։ Ամենակարևորը, ես լինեմ ես ինքս։ Հիմա ունես այդ հանդարտությունը, թե դա քեզ համար ցանկություն է այս պահին։ Չէ, ես ունեմ այդ հանդարտությունը։ Աննա, դու բավականին երկար ժամանակ ներկայանում ես նաև որպես դերասանուհի, բայց տևական շրջան է այլևս չես նկարահանվում։ Ինչու՞։ Շատ հաջող սիրուն պրոյեկտներ կան վերջերս, որոնց անունները չեմ ուզում տամ, որտեվ արդեն նրանց պրեմիերաները եղել է, ինձ կանչել էին գլխավոր դերեր։ Բայց մի ձև եմ ասում ինքան հետ եմ սովորել։ Այս բան չեմ ուզում նկարահանեմ։ Ինչու՞։ Ուղղակի չեմ ուզում։ Ուզում եմ ինքս իմ բալիկի հետ։ Այդ ամենից հեռ եմ ուզում մնամ, ոչ թե որ վատ է, այլ պարզապես կարծում դա իմը չի։ Միգուցե մի օր ինչ որ լավ պրոյեկտում նկարահանվեմ, բայց այս պահին ես չեմ ուզում։ Ոլորտը քոնը չէ, թե նկարահանվելը քոնը չէ։ Պրոցեսը, որակը, իմաստը, օրինակ կարդում եմ սցենար, ինձ դուր չի գալիս դա այդ իմ մասին չի։ Կամ կարող մի հատ բառ դուրս չգա, ես չեմ ուզում։ Ու ես այն կապրիզ բնավորությունն էլ չունեմ, որ ասեմ ես ուզում եմ այդ կերպարը, բայց ես չեմ ուզում, սա պետքա փոխեք։ Ես պարզապես չեմ նկարահանում։ Բայց ցանկություն ունես հետագայում էլի նկարահանվելու, թե դա էլ եմ արել քո մեջ։ Նկարահանվել չէ, չգիտեմ վաղը ես կարողանամ ինչ կցանկանամ, այս պահին չէ, բայց երգել մեկ-մեկ ես ուզում եմ, իմ սիրտը մեկ-մեկ ուզում է երգել։ Ոչ պրոֆեսիոնալ բեմերում, Քո ծրագրերում կա երգեր ներկայացնելը, թե դա պարզապես ցանկություն է։ պարզապես հոբի, ցանկություն։
Կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր մարդ տանը նստած սիրտ ուզում է երգում է։ Քավերներ տարբերակներով կարա դա լինի, օրինակ համացանցում իմ էջով, բայց ոչ պրոֆեսիոնալ հարթակով։ Դա էլ կարծում եմ արդեն անցել է իմ ժամանակը։ Բայց եթե կա ցանկություն երգելու, ինչու դա չի կարող լինել պրոֆեսիոնալ մակարդակի։ Չեմ ուզում հանդես կամ մեծ լսարանի առջև։ Աննա, լսարանը քեզ ավելի շատ ուժ է տվել, թե կաշկանդել է տարիների ընթացքում։ Ես իմ տեսակով եմ եղել կաշկանդված, բայց լսարանը շատ լավ ընդունել է միշտ։ Ես այնքան շնորհակալ եմ, չգիտեմ, այս իրականությունը շատ դժվար է, մեր հայրենակիցներն էլ, հա, շատ ծայրահեղ են, կարան շատ քննադատորեն մարդուն վերաբերվեն, կամ հակառակը։ Իմ հանդեպ ես միշտ բարի էներգիա եմ զգացել։ Թեպետ լինում են բնականաբար բացասական կարծիքներ, ոչ բոլորը կարան սիրեն, դա նորմալ է։ Դա ամենը դու պետք է գիտակցես, որ չես կարող լինել լավը կամ հարմար բոլորի համար։ Բայց ես սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայրենիքը, ամեն ինչ հայերի հետ կապված։ Աննա, վերջին շրջանում համացանցում լայն տարածում է գտել տարիներ առաջ հայ սուպերստարին քո մասնակցությամբ հոլովակը։ Ինչ ես դու զգում, երբ տեսնում ես քեզ այդ տարիքում։ Ես չեմ կարող նայեմ այդ հոլովակները։ Վերապրում եմ այդ էմոցիաները։ Գիտեմ, չեմ կարողանում հանգիստ, ասես ոնց որ ներսս ամբողջովին տակնու վրա անի։ Բայց ես սիրում եմ այդ ընթացքը, որովհետև դա շատ կարևոր ընթացք էր իմ կյանքի։ Իսկ արտաքին առումով, այս շատերը քննարկում են արտաքին առումով, ինչպիսին էր առաջ, ինչպիսին է հիմա, հաշտես այն արտաքին տեսքի հետ, որը կար առաջ։ Ընդհանրապես։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ ասում են, այս աղջիկը շատ սիրուն էր կամ չգիտեմ, գիտեք ինչն էր խնդիրը, չափից շատ էր շպարը այն ժամանակ։ Այդ նաչոսները, այդ ժամանակվա միգուցե այդ ժամանակ տենց էր, բայց հելակներ կար, չէ՞, դու այն ժամանակ ժամանակի մեջ էիր գեղեցիկ, թելադրանքով էիր գեղեցիկ։ Մերսի շատ։ Բայց չգիտեմ, շնորհակալ եմ կարծիքների համար, բայց ես ինքս ինձ չեմ կարողանում նայեմ այդ ժամանակ։ Իմ համար շատ էր այդ ամեն ինչը, շատ տենց զագարով այդ ամեն ինչը։ Աննա, կանանց համար շատ կարևոր է նաև արտաքին առումով ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելը։ Դու շատերի համար կնոջ իդեալ ես, բայց երբեմն մենք տեսնում ենք շատ գեղեցիկ կանանց, որոնք ներդաշնակ չեն իրենց արտաքինի հետ, եւ տեսնում ենք կանանց, որոնք պարզապես ինքնավստահ են ու դրանով արդեն իսկ գեղեցիկ են։ Դու ունես այդ ներդաշնակությունը ինքդ քեզ հետ։ Փորձում եմ, այդ ամեն ինչը գալիս է ներքին հանգստությունից։ Տարիների ընթացքում ավելի ինքնավստահ ես լինում։ Ես իմ անձից եմ պատասխանում։ Մի ժամանակ չէ, բայց հիմա ավելի չեմ ուզում շատ ինքնավստահ մարդու տպավորություն թողնեմ, ես ասել մարդու տպավորություն թողնեմ, բայց չկա որևէ բան, որ ծայրահեղ ինձ սպես դուր չի գա կամ չգիտեմ։ Դա ներքին ճանապարհ է, որը կինը անցնում է։ Դու ինչպես անցար այդ ճանապարհը, որ նայես հայլու մեջ ու ընդունես քեզ։ Ինձ համար կառուցվածքը պահպանելը արդեն կարծում եմ ինքնավստահություն է, որպեսզի դու շատ չշեղվես։ Երևի կհիշեք տարիներ առաջ ես ավելի թմբլիկ էի։ Երբ որ նիհարում ես, դրա հետ գալիս է նաև ինքնավստահությունը եւ կարծում եմ, որ եթե հնարավոր է դա պահել, չեմ ասում դիետաներով, պարզապես առողջ սննդով, սպորտով, դա արդեն ինքնավստահություն է։ Դու ինքդ քեզ ներսից լավ ես զգում։ Իմիջիալից դու մայրիկ դառնալուց հետո էլ շատ արագ վերականգնեցիր քո կառուցվածքը։ Դու արդեն գիտես գաղտնիքները ինչպես պահել լավ կառուցվածքը, թե այդպես ուղղակի ստացվեց։ Այդ առումով ես այնքան ծույլ եմ, հավատացեք, ես չեմ կարող հաճախել այսպես պարտադիր մարզասրահ։ Ես տանը վարժություններ էի անում եւ երբ որ բարեկին ունենում ես, արդեն ինքնին ազատվում ես ավել քաշից։ Եթե նույնիսկ բանել չանես, արդեն բնականաբար հին վիճակին չես լինում։ Դե ամեն դեպքում շատ կանանց մոտ հետծնդաբերական շրջանում ավելորդ քաշից ազատվելը մեծ գլխացավանք է դառնում ու դա նաև որոշակի կոմպլեքսների առիթ է դառնում։ Դու այդ շրջանում ինչ-որ ներքին բարդություն անցար, թե շատ թեթև ա եղել ինձ մոտ, հղիությունն էլ է շատ թեթև եղել։ Ես բանջարեղեն միրգ եմ ուտում հիմնականում։ Ինձ մոտ չի եղել, որ ես դրանից հետո հատուկ որոշ բաներ անեմ, որպեսզի նիհարեմ։ Ես ապրում եմ այնպես, ինչպես ապրել եմ հղիության ժամանակ կամ մինչ այդ։
Իսկ տարիներ առաջնի հարելը դա եւս ինստինկտյան ստացվեց, թե այդ փուլում արդեն դու հստակ սննդակարգ էիր պահում, հստակ հետևում էիր։ Հստակ սննդակարգ ես հիմա էլ չեմ պահում, մեկ-մեկ լինում է ինչքան էլ որ ցանկանում եմ, բայց լինում է որ շեղվում ես, որովհետև ես այն մարդը չեմ, որ կարողանամ այսպես պարտադիր հասկանամ, այսօրը սա եմ ուտում, այսօրը սա։ Ուղղակի դա պետք է լինի կյանքի ռիթմ, որ դու համ սպորտով զբաղվես, համ ճիշտ սնվես, առողջ սնվես։ Շատ լավ, մենք հիմա կանցնենք հաղորդման հաջորդ փուլին, այստեղ ես քեզ սպորտային հարցեր եմ տալու, ու ավելի հստակ կհասկանանք դու սպորտով զբաղվող ես, թե խոսող ես։ Քանի կիլոգրամ ես։ 60, Հասակդ որքան է։ 1.68-70, Առողջ կանաչ սնունդ, թե fast food։ բնականաբար կանաչ սնունդ, Սննդակարգ պարտաճանաչ պահողներից ես, թե խախտողներից։ խախտողներից։ Վերջին անգամ երբ ես ստաբիլ մարզվել։ 2 շաբաթ առաջ։ Ստաբիլ։ Նոր տարուց առաջ։ Որքան ժամանակ։ 3 ամիս։ Քիչ է, հա։ Առավելագույնը քանի կիլոգրամ կարող ես բարձրացնել։ Քիչ։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ 60-70։ Շատ է։ Քիչ։ 60-70 կիլոգրամ։ Մարզվելիս մարմնիդ որ հատվածին ես ամենաշատ ուշադրություն դարձնում։ Պրեսը։ Քո ռեակցիան, երբ մարզասրահում շատ մեյքափով մարդկանց ես տեսնում, Հաճելի չի։ գերադասում ես կիպ, թե օվերսայզ հագուստ։ Համնա։ Ուշադրություն դարձնում ես դիմացին հետ մարզվածը, թե ոչ։ Բացարձակ։ Աննա, հաջորդ անգամ երբ որոշես ստաբիլ մարզվել, հուսով եմ դա 3 ամիսը չի լինի, առաջարկում եմ գաս Reebok, որովհետև Reebok-ի մարզասրահը գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, նաև շտապող մարդկանց համար հրաշալի միջոցներ կան, օրինակ կա միլիոն շրջանաձև համակարգը, որը քո անհատական տվյալներին համապատասխան կարող է 30 րոպեանոց մարզման ծրագիր գրել քեզ համար եւ դու 30 րոպեում այնպիսի արդյունավետ մարզման ծրագիր անցնես, որպեսզի կանցներ օրինակ 2-3 ժամում։ Սիրով։ Հիմա անցնում ենք հաղորդման երկրորդ փուլին, այստեղ հարցերն ավելի շատ ոճի եւ հագուկապի հետ են կապված։ Տեսնենք, թե դու ինչ ես սիրում եւ ինչ չես սիրում հագուստի մեջ։ Շատ լավ։ Որն է եղել ամենաթանկ գնումդ։ Չեմ կարող հիշեմ, իրոք չեմ կարող, գիտեք չէ։ Երևի պայուսակ։ Ամեն դեպքում քեզ համար մոտավորապես ինչ գնային Սանդղակում գնումներն են համարվում թանկ։ $3000 պայուսակի համար դա թանկ է, բայց ես այնքան ծայրահեղ մարդ եմ, ես ընդհանրապես բրենդին չեմ ուշադրություն դարձնում, ես կարամ շատ մաչելի սիրուն բան գտնեմ, հագնեմ ու համադրեմ որևէ ուրիշ դետալի կամ կոշիկի հետ ու շատ սիրուն բան ստացվի ու կարամ նաև տեսնեմ որևէ բան, որ հասկանամ դա բավականին թանկ է, իսկ դուր գա ես դա գնեմ, բայց դա իմ համար պարտադիր պայման չլինի, որ ամեն ինչ պետք է թանկ լինի։ Ես շատ ծայրահեղ մարդ եմ։ Ամեն դեպքում $3000 պայուսակին տվել ես։ 3000 չի եղել, բայց հա տվել եմ։ Որքան։ Մոտ 2.5-ի կարգի կարող լինի։ Շանել շատ եմ սիրում ես, բայց ել եմ ասում, այնպես չի, որ ես բրենդամոլ եմ։ Որն է եղել ամենաէժան գնումդ։ 5000 դրամ սպիտակ ֆուտբոլկա։ Որն է եղել ամենաաբսուրդ գնումդ։ Յուրաքանչյուր իմ գնում փորձում եմ խելամիտ անեմ։ Այդպես չի եղել։ Ամսական որքան գումար ես ծախսում հագուստի համար։ Սեզոնային փոփոխությունների ժամանակ է լինում սովորաբար, երբ որ ավելի կլորի գումար ենք ծախսում, կարծում եմ բոլորի մոտ այդպես է։ Մոտ 200-ից 300 հազար, նայած ինչ ես ցանկանում։ Գնված հագուստը վերադարձնում ես խանութ։ Երբեք։ Բրենդային հագնվել սիրում ես։ Ոչ։ Ամեն դեպքում ունես սիրելի բրենդ։ Շանելը սիրում եմ։ Իմ համար իր էմբլեման շատ սիրուն է ու շատ նուրբ է ու կանացի է։ Բայց ես չեմ սիրում, երբ որ լոգոները երևում են։ Շատ։ Կարա փոքրիկ լինի, բայց շատ աչք չծակի։ Ինչ հագուստ երբեք չես հագնի։ Վուլգար։ Չափի շատ բաց։ Նույնիսկ ես մի քանի անգամ հագնում ես։ Իհարկե։ Տղամարդու հագուկապի մեջ որն է ամենակարևոր դետալը։ Մաքրությունը, կոշիկները։ Իդեպ հիմա եթե խոսենք քո եւ Կարինեի զգեստապահարանների մասին, դու ավելի շատ ռեսուրս ու ներդրում անում ես Կարինեի զգեստապահարանի, թե քո զգեստապահարանի մեջ։ Կարծում եմ Կարինեի։ Երբ որ աչքս մի բան տեսնում եմ, չեմ կարողանում չգնեմ։ Եվ աղջիկ երեխայի համար շատ սիրուն զգեստներ են վաճառում։ Ինչու՞ չէ տղայի եւս։ Եվ հիմա կարող ենք հաշվել քո այսօրվա լուքի արժեքը։ Գեստը կարել եմ տվել, ինչպես իմ շատ զգեստները,
մոտավոր մինչև 50,000, իսկ կոշիկները մայրիկս ա նվիրել։ Իսկ զարդերը Զարդերը բիժույա։ Ես միշտ նշում եմ, որ Ital Solar-ը մշտապես ունի հրաշալի առաջարկներ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են հրաժարվել էլեկտրաէներգիայից օգտվելու ավանդական տարբերակից եւ անցնել արևային կայանների գործածմանը։ Հերթական հրաշալի առաջարկի ժամանակն է։ Մարտի 1-ից մայիսի 31-ը, եթե ձեռք եք բերում արևային կայան Ital Solar-ից, հնարավոր է դուք դառնաք այն 3 հաջողակ գնորդներից մեկը, որոնց արևային կայանի ամբողջական գումարը կվճարի Ital Solar-ը։ Առաջարկը գործում է թե կանխիկ, թե ապառիկ գնման դեպքում, ընդ որում դուք կարող եք հաջողակ լինել ոչ միայն այս 3 գնորդներից մեկը դառնալու դեպքում։ Եթե Ital Solar-ից ապառիկ տարբերակով գնում եք արևային կայան, առաջին 3 ամսվա ապառիկի գումարը ձեր փոխարեն մարում է Ital Solar-ը, այնպես որ զանգահարեք 8128 եւ ձեռք բերեք ձեր արևային կայանը։ Եթե որոշել եք անցնել արևային կայանների գործածմանը, Ital Solar-ը ունի լավագույն առաջարկը՝ արևային մարտկոցներ։ Սա հրաշալի առաջարկ է, որովհետև սա նշանակում է, որ դուք ձեռք եք բերում էներգետիկ անկախացում։ Տարածքում բոլորը կարող են հոսանքազրկում ունենալ, բացի ձեզնից։ Ital Solar-ն առաջարկ ունի ոչ միայն հաճախորդի, այլև գործընկեր կազմակերպությունների համար։ Այսուհետ դուք կարող եք մեծածախ ձեռք բերել արևային համակարգի անհրաժեշտ բաղադրիչներ՝ գրոված փոխակերպիչ, սանկետ վահանակ։ Մի խոսքով այն ամենը, ինչ ձեռք եք բերում արտերկրից, այսինքն դուք փոխարինում եք 3 ամիսը ընդամենը 1 ժամով, այնպես որ դիմեք Ital Solar-ին զանգահարելով 8128։ Շատ լավ, ու հիմա անցնում ենք հաղորդման հաջորդ փուլի։ Ես քեզ ցույց եմ տալիս հայտնի մարդկանց լուսանկարների դեմքերը փակ, դու ասում ես քո կարծիքը լուքերի մասին։ Շատ լավ։ Անկեղծ ասած չեմ հավանում։ Շալվարը շատ լայն է ինձ համար, գոտին։ Սա շատ սիրուն է։ Ամենօրյա թեթև լուք է։ Կոնվերսի շատ եմ սիրում իրականում, բայց կոնվերսի էս տեսակը, որտեղ ինքը տարբեր տեսակներ ունի, ինձ դուր է գալիս շատ։ Հարմարավետ լուք։ Սա էլ է շատ սիրուն լուք, շատ հարմար, ամենօրյա, ինքը շատ ներկայանալի ամենտեղ։ Շատ սիրուն է։ Իհարկե կարմիրը մի քիչ վտանգավոր գույն է, բայց ես կարծում եմ, որ տվյալ զգեստը շատ սիրուն է այս աղջկա վրա։ Սա շատ բեմական է ինձ համար, բայց սիրուն է, իրան սազում է։ Այս կառուցվածքին շատ սիրուն է, որովհետև ավելորդ փայլերը իրանք մի փոքր հատկություն ունեն գիրացնելու, բայց տվյալ դեպքում շատ սիրուն է ու ճիշտ։ Իմ համար շատ է այս ամենը, շատ մեծ բեմի համար է։ Աղջկա զգեստը գեղեցիկ է, տղայինը չէ, ես չեմ սիրում նման ժիլետներ, քիփ, շատ տաբատներ։ Սա էլ է շատ սիրուն, շատ հարմարավետ սիրուն։ Ես առհասարակ շատ եմ սիրում սպիտակ վերնաշապիկներ, թե աղջկա, թե տղայի, կարծում եմ ամեն ինչի հետ սիրուն է։ Սա էլ սիրուն է, բայց չի։ Այս նյուդ երանգները շատ եմ սիրում, շատ սիրուն է։ Այս լուքը շատ սիրուն է։ Ազատ ոճի, օրինակ ես իրով կկրեի։ Շարֆերել եմ շատ սիրում, երբ որ համադրում են որպես աքսեսուար, պայուսակներ սիրուն է, իմ սիրած երանգների մեջ է։ Սիրուն է շատ։ Բայց սա կոնկրետ ես չէի կրի, բայց տվյալ մարդուն սազում է շատ։ Կնոջ զգեստը գեղեցիկ է, բայց տղամարդունը ոնց որ կապուտ երանգ է։ Չէ։ Վերջին փուլն է, դու առանձնացնում ես հայկական շոու բիզնեսի 3 ամենաոճային մարդկանց քո կարծիքով։ Շատ սիրուն հագնվող մարդիկ կան ես մոտ, բայց ես կառանձնացնեմ Անահիտին Հակոբյան, իր բեմական կերպարները շատ են ինձ դուր գալիս, շատ վառ։ Ինքը կարա լինի ծայրահեղ սպորտային ոճից մինչ էլեգանտ բեմական, ինձ շատ է դուր գալիս նրա կերպարը։ Կարող եմ առանձնացնել Ադրիանային Գալստյան, ինքը շատ համեստ է, ինձ դուր է գալիս այդ կանացի համեստությունը, որտեղ կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ ոչ թե զգեստն է գեղեցկացնում, այլ ինքը։ Եվ Արամեն Պետրի։ Սիրում եմ, որ մուգ երանգների մեջ են տղաները ու ազատ ոճի մեջ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Նմանապես։ Հետևեք Look and Face-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։